Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Պարզվել է Գյումրի Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ Պաբեդա ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրեջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, քանի որ խցիկի հերմետիկության խախտման մասին ազդանշանային համակարգը սխալմամբ գործարկվել է։ Այսօր ժամը 14:25-ի սահմաններում Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից 550 մետր հեռավորության վրա ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։ Հունիսի 17-ին էլ հայտնաբերվել էր նաև նրա քրոջ 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ 7 և 13 տարեկան քույրերը գետն էին ընկել հունիսի 15-ին։ Գյումրի Քարակերտ մայրուղում բախվել են մարդատար գազելն ու զիլ բեռնատարը։ Վթարի հետևանքով գազելը դուրս է եկել ճանապարհից եւ գլխի վրա շրջվել դաշտում։ Դեպքի հետևանքով 1 մարդ մահացել է, իսկ 11 տուժած հոսպիտալացվել, որոնցից 5-ի վիճակը ծանր է։ Երևանի քաղաքապետարանը գնում է ավտոբուսների համար առանձնացված գծեր ավելացնելու ճանապարհով։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցությանը հայտնել է Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը նաև հանձնարարել է ամփոփել տրանսպորտային ցանցի վերաբերյալ առկա վերլուծությունները։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հունիսի 25-ին, համախմբելով հայ եւ օտարերկրյա կինոգործիչների ոլորտի մասնագետների ու կինոսերների։ Փառատոնի շրջանակում նախատեսված են մրցութային եւ արտամրցութային ցուցադրություններ, վարպետության դասեր, քննարկումներ եւ մասնագիտական հանդիպումներ։ Կոմիտասի ժառանգությունը նոր ձևով է ներկայանում հանրությանը։ Կոմիտասի թանգարան ինստիտուտը ու 47 դիզայն ընկերությունը թողարկել են Կոմիտաս վարդապետ ոսկե, արծաթե եւ բրոնզե հուշամեդալները, նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի, երաժշտագետի եւ հոգեվորականի հիշատակին։ Պարզվել է Գյումրի Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ Պաբեդա ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրեջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, քանի որ խցիկի հերմետիկության խախտման մասին ազդանշանային համակարգը սխալմամբ գործարկվել է։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրեջք է կատարել Դաղստանում եւ որոշ ժամանակ անց կթռչի Մոսկվա։ Քաղավիացիայից հայտնել էին, որ Մախաչկալայում վայրեջքը տեխնիկական պատճառներով է եղել, ինքնաթիռը թռիչքից մոտ 1 ժամ անց փոխանցել էր արտակարգ իրավիճակի ազդանշան։ Այսօր ժամը 14:25-ի սահմաններում Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից 550 մետր հեռավորության վրա ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական աշխատանքներին ներգրավել էին փրկարարական եւ ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաեւ նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Հունիսի 17-ին ժամը 9:30-ի սահմաններում Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր նաև նրա քրոջ 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ 7 և 13 տարեկան քույրերը գետն էին ընկել հունիսի 15-ին։ Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել այս անգամ Գեղարքունիքի մարզում։ Ներքին գետաշենի Արգիճի գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որը իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել։ Ժամը 17:15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եւ նշված գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Աշոտ Ան իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ Աշոտը ըստ նրանց ջրահեղձ է եղել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են մահացածի եւ նրա հետ գետում լողացող ընկերների ամբողջական տվյալները։ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի վարչական տարածքում Գյումրի Քարակերտ մայրուղում բախվել են մարդատար գազելն ու զիլ բեռնատարը։ Վթարի հետևանքով գազելը դուրս է եկել ճանապարհից եւ գլխի վայր շրջվել դաշտում։ Դեպքի հետևանքով 1 մարդ մահացել է, իսկ 11 տուժած հոսպիտալացվել։ Առողջապահության նախարարության տվյալներով 3 վիրավոր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, 5-ի վիճակը ծանր է, 3-ինը թեթև։ Տուժածներից մի քանիսը տեղափոխվել են Երևանի մասնագիտացված բուժ հաստատություններ։ Դեպքի առթիվ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, բարձվում են վթարի հանգամանքները ու մասնակիցների ինքնությունը։
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդի Կամո Գրիգորյանը, որը շուրջ 1 տարի հետախուզվում էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում, կալանավորվել է 2 ամիս ժամկետով տեսակցությունների սահմանափակմամբ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ նա փաստաբանի ուղեկցությամբ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին։ Սահմանադրական դատարանը 2026 թվականի հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի, Միասնության թևեր կուսակցության, Դեմոկրատիա օրենքակարգապահություն կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության, Հայաստան կուսակցությունների դաշինքի և Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի հերթական ընտրությունների արդյունքները ամփոփելու մասին թիվ 259-ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերը։ Այդ մասին հայտնել է Սահմանադրական դատարանը։ Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, դրանք միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա հունիսի 26-ին ժամը 11-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Շաթիրյանը։ Տվյալները ստացվել, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստական անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն, հրապարակելով նոր ձայնագրություն։ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստական անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Այդ պարկերս բրիտանսա, այդ պարկերն է աննաչ որտան ասում է։ Չէ, մեկ սան Այսինքն Նանդոյին հարցրի մսիշկան է, սա քուգուտ բդյանի 120, որի արսոց այն էսպեր է։ Մերի մեկ սան ինքը ինգել լիշնի։ Իսեցի եկուց վերցնենք, հետո դուսի չի եղնի։ Ես կապակում դու փագես։ Հա, հետո ցերեկը վտանգավոր է, հա, ավելի բան, Չի վտանգավոր բան, Աղջի սիգուտս կումորդ անունալ կանունները կրեի, լուսոն հետը դե չաղը։ Բայց ինքն է բանը, մեր իդին սադիս կնդրե։ Հաստատ վայ ապրի արևդ։ Հա, իրանն է գիտես բանը կարանց է մեգից իրանց էլ։ Հա, լյաննել, դու կամ կսեմ։ Դու իմ ուսում ամայինը կրե։ Լուսոյնը։ Լուսոն բդի կնդրե, չէ։ Իրանցն է կրեիլի։ Չիտես անազգան հայրաններ, նստի մենք կուգըտ մամայինը, լուսոյնը եկ աղջկանը։ Թարավոտաս ասիս։ Ժանա ճարանք, բանը անուն ազգանունը հա կրես, այդ հասե բանը բդի չկրես, լյանը, լուսին է կուզես կրես, հա, կուզես իրանց է հարցրակը, իրանք է բդինդրեն կարել։ Հա, գիտես ինչ միտքս ընկավ, Հերմինենսն էլ բանեն ես ազգանունները կրես, Հերմինեն մերը հարցը դոնցն է կրնաստ է հարցրակը հեկոն է ազգանուն անուն է։ Ովշեմ Ժանետ, եկուց ժամը, պես 5-ից հետո բանենք, աշոտ ենք ստեղ կեղնենք, դու ծուծակները դարարի, թող իրանք նայեն, իրանց հետ խոսա։ Ընձի իրանք ինչ-որ կսեն, ես այդ նույնը ձեզնից կպահանջեմ, բայց չէ ես իմ գլխիս ինչ-որ բաներ կենեմ։ Դու բերել ես 10 հոգի կներես, աշոտ բերել ես 10 հոգի խոսքորին։ Տվել ես աշոտին, ունության վրա, աշոտին զանգ տա։ Աննա տվել է տեսինջան, Հդոյի մեջից տեսինջան, չի գնացեն տեսինջան, որը տերով է։ Երիք զանգ է, տեսինջան, լուսան չի գնացել, և կերտա։ Դուք որը տվել եք Ես են չիքստեմ ադու ճան, պես արդեն կրե 10 հոգի բերել են, չէ, բերնի մարդիկ են։ Երկոտյունի ու պդիլը կան տեսնեն։ Ամեն մեկը ձեր պատասխանատուին պիտի ենթարկվի։ Աշոտի թիմը աշոտի։ Մյուսը մյուսին, բայց այս բոլորի պատասխանատուն Մարդունն է։ Մարդունի պատասխանատուն ես եմ։ Իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է, գիտեք։
Հիմա դուք պիտի երաշխատանքը մեծ ներկայացրածեք, որ ձեր միջիկ ես ասեմ կստաված ամսպրիթանեն հմի ոնց է նշի, որ տեղամասի վրա որից կստաված ամսպրիթանեն, չգիտեմ դուք այդ տեղամասի մեջ ինչ եք երել։ Հա, տեսան անդամներին 4-5 հոգուն գրե բերել եք։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Հայաստանը կմնա հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ, պահպանելով իր բոլոր իրավունքները ու պարտավորությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայաստանը ավելի քան 2 տարի է զերծ է մնում ՀԱՊԿ ձևաչափով միջոցառումներին մասնակցելուց ընդ որում մնալով դրա լիիրավ անդամը, որը ունի բոլոր համապատասխան իրավունքները ու պարտավորությունները, գրել է Զախարովան։ Այլ թեմաներ Երևանի քաղաքապետարանը գնում է ավտոբուսների համար առանձնացված գծեր ավելացնելու ճանապարհով։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության հայտնել է Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը նաև հանձնարարել է ամփոփել տրանսպորտային ցանցի վերաբերյալ առկա վերլուծությունները եւ ներկայացնել հավելյալ տրանսպորտային միջոցների վերջնական պահանջարկը։ Ամբողջացնել տրանսպորտային ցանցի բոլոր նախորդ վերլուծություններով եկած տվյալները եւ վերջնական որոշման ներկայացնել, թե ինչ վերջնական մոդելի հավելյալ տրանսպորտային միջոցների կարիք ունենք ձեզ ու պարոն Այվազյանին այս հանձնարարականը եւ իհարկե, բայց առաջին փուլով մենք արդեն բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք, փորձարկումներ արել ենք, առաջին փուլով մինչև երևի թե աշուն ցանկալի է, եթե դա իրատեսական կլինի, իրականացնել առանձնացված ավտոբուսային 2 հիմնական գծերի կահավորումը։ Երևանի քաղաքապետը այս հանձնարարականով մեկնարկեց Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստը։ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների հիմնական նպատակը հանրային տրանսպորտի գրավչության բարձրացումն է։ Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից եւ Երևան քաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի, բայց որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը շարունակաբար պետք է ավելի ու ավելի հարմարավետ դառնա։ Գործակարգավարական նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին։ Քաղաքապետը նշեց, որ շինարարության տեմպերը բավարար են, սակայն կարևոր է պահպանել դրանք եւ աշխատանքներն ավարտել նախանշված ժամկետներում։ Միաժամանակ նա ընդունեց, որ վերանորոգման աշխատանքները զգալի դժվարություններ են ստեղծում երթևեկության կազմակերպման հարցում։ Որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են եւ անվտանգությանն են միտված առաջին հերթին երևանցիների, այնուամենայնիվ նաեւ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված եւ մեր վերահսկողությունը ժամկետների հետ կապված եւ որակի հետ կապված իհարկե աշխատանքի պետք է շատ ինտենսիվ լինի այս առումով։ Նիստում քննարկվեց նաև նախադպրոցական կրթական հաստատությունների վիճակը։ Ավինյանի խոսքով մայրաքաղաքի առավել խնդրահարույց թաղամասերում մանկապարտեզների հետ կապված հարցերին արդեն լուծումներ են տրվել, սակայն դեռևս խնդիրներ կան Էրեբունի վարչական շրջանում, որտեղ միաժամանակ մի քանի մանկապարտեզ փակվել է հիմնանորոգման նպատակով։ Մեր ուշադրությունը, պարոն Թևոսյան, պետք է սևեռենք Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզների հիմնանորոգման վրա, Տիկին Բաբայանն էստեղ է, Տիկին Բաբայանենց բլոկն էլ ամեն դեպքում պետք է իր ուշադրությունը սևեռի Էրեբունի վարչական շրջանի վրա, որովհետև ինտենսիվ աշխատանք անելով այս մանկապարտեզները, որոնք որ նոր նշեցի, մենք խնդիրը փաստացի կամ լուծել ենք, կամ լուծման ընթացքում ենք, ինչքան էլ որ դա բարդ չի եղել, օրինակ Նոր Խարբերդի դեպքը շատ տենց երկար պատմություն էր եւ հետեւապես մեր հաջորդ խնդիրը պետք է լինի Էրեբունի վարչական շրջանում այն մի քանի փակված մանկապարտեզների խնդրի լուծումը։ Ավինյանն անդրադարձավ նաև Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին, դրանք համարելով կարևոր քայլ մայրաքաղաքի կառուցապատման ոլորտում նոր իրավիճակ ձևավորելու համար։ Նա նշեց, որ կառուցապատողները դեռևս հնարավորություն ունեն արտոնյալ պայմաններով երկարաձգելու թույլտվությունների ժամկետները, սակայն օրենքի ընդունումից հետո խաղի կանոնները կփոխվեն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հունիսի 25-ին համախմբելով հայ եւ օտարերկրյա կինոգործիչների, ոլորտի մասնագետների ու կինոսերների։ Փառատոնի շրջանակում նախատեսված են մրցութային եւ արտամրցութային ցուցադրություններ, վարպետության դասեր, քննարկումներ եւ մասնագիտական հանդիպումներ։ Կազմակերպիչների խոսքով փառատոնը շարունակելու է նպաստել կարճամետրաժ կինոյի զարգացմանը, միջազգային գործակցության ընդլայնմանը եւ երիտասարդ հեղինակների ստեղծագործությունների ներկայացմանը լայն լսարանին։ 9-րդ կինոփառատոնը այս տարի մեկնարկելու է հունիսի 25-ին կինոյի տան մեծ դահլիճում եւ 3 օր շարունակ կինոյի տանը լինելու են փառատոնի միջոցառումները, մրցութային ֆիլմերի ցուցադրությունները եւ այնուհետեւ փառատոնը շարունակվելու է Գյումրիում հունիսի 28-ին Թումո Գյումրիում իրականացվելու են փառատոնի միջոցառումները, իսկ հաջորդ օրը հունիսի 29-ին հոկտեմբեր կինոթատրոնում լինելու է փառատոնի փակման արարողությունը։ Ինչպես գիտեք, արդեն մեր փառատոնը ունի ավանդույթ, որ բացի երևանյան միջոցառումներից նաև միջոցառումները իրականացվում մարզերում։ Պիտի նշեմ, որ Շիրակի մարզը արդեն թվով 6-րդ մարզն է, որ հյուրընկալվում է փառատոնը եւ արդեն 9 տարի շարունակ պիտի վստահությամբ որպես փառատոնի տնօրեն ասեմ, որ այս ավանդույթը շատ դրական ազդեցություն է ունենում թե մարզային մշակութային կյանքի ակտիվացմանը, ինչու՞ չէ նաև մեր մասնակիցները, թե ազգային, թե միջազգային մասնակիցները հնարավորություն են ունենում միասին նաև ծանոթանալու Հայաստանի հետաքրքիր կինո լոկացիաներին, որոնք որ իրենց հետագա ֆիլմերի նկարման համար բավական հետաքրքիր ազդեցություն են ունենում։ Դա մեր այն փառատոններից է, որ ֆինանսավորման արժանի է պետական գումարների, ուրեմն արժանի փառատոն է, քանի որ ինքը կայացել է եւ իրականացում է այն ամբողջ քաղաքականության տրամաբանությունը, ինչը որ մեր կառավարությունը արդեն իսկ տարիների վեր ցանկանում է իրականացնել հենց հողի վրա, հենց գետնի վրա, այսինքն դա նշանակում է մարզերում իրականացնել քաղաքականություն, մարզերում իրականացնել ուրեմն մշակութային միջոցառումներ ակտիվացնելով մարզերը եւ տեղում ուսուցանելով եւ տեղի երիտասարդությանը եւ տեղի բնակիչներին ներգրավելով այս ամբողջ process-ի մեջ։ Երկրորդ կարևոր հանգամանքը է այս փառատոնի նաեւ որ մեր փառատոնը կտրված չէ արտաքին աշխարհից, սա միջազգային փառատոն է եւ իսկապես միջազգային փառատոն է, քանի որ տարի մենք տեսնում ենք աշխարհագրության ընդլայնում, այսինքն այն մասնակիցները, թե ժյուրին կլինի, թե ուղղակի հանդիսատեսի ձևով կամ հայտերի ձևով մեր աշխարհագրությունը մեծանում է եւ Հայաստանը լինում է անընդհատ ընդհանուր քարտեզի մի մաս, ոչ թե մեկուսացված, ուրեմն հայ-հայկական, ուրեմն տրամաբանությամբ ինչ-որ կինոների կամ միջոցառումների փոքրիկ շրջանակ։ Մենք գիտեք, սա նաեւ մեր երկրի վարկանիշի եւ ակտիվության կարևոր բաղադրիչ է, քանի որ մենք ասում ենք, ես շատ առիթներ եմ ունենում հենց կինոյի պահով խոսել ասել Հայաստանը կարևորում եմ նրանով, որ ունի 300 օր արևոտ օր, որը կինոյի համար շատ առանցքային նշանակության ուրեմն երևույթ է։ Հայաստանում հնարավոր է 1 ժամվա ընթացքում, 2 ժամվա ընթացքում ունենալ տարվա 4 եղանակներ, այսինքն նույն օրվա մեջ դու կարող ես նկարել արև, ամառ, գարունը, աշունը եւ բարձրանալ, ասենք մի լեռան վրա ունենալ ձյուն եւ նկարել ձմեռային տեսարաններ։ Դա հնարավոր է միայն Հայաստանում եւ դա հենց այսպիսի միջոցառումների շնորհիվ պետք է մենք ուրեմն անընդհատ ուղերձը տանք մեր միջազգային գործընկերներին, որովհետեւ իրենք էլ գան այստեղ մեր գործընկերների հետ, այստեղի հայաստանյան գործիչների հետ ֆիլմերի արտադրությունը զարգացնեն։ Եվ հենց այս փառատոնը դրա մասին է նաեւ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է ներկայացրել կառավարության ղեկավարի պաշտոնից եւ լեյբորիստական կուսակցության առաջնորդությունից։ Թեկնածուների առաջադրումը կարող է տևել հուլիսի 9-ից 16-ը։ Եթե ընթացակարգը կայանա, կուսակցության նոր առաջնորդը կորոշի խորհրդարանական արձակուրդից հետո սեպտեմբերին կայանալիք նոր նստաշրջանի մեկնարկին։ Սթարմերը հայտարարել է, որ արդեն տեղեկացրել է Չարլզ 3-րդ թագավորին իր որոշման մասին։ Նա կմնա վարչապետի պաշտոնում մինչև լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրության ավարտը իշխանության փոխանցումը ապահովելու համար։ Մայիսին կայացած Անգլիայի մունիցիպալ խորհուրդների, նաև Ուելսի եւ Շոտլանդիայի խորհրդարանների ընտրություններում լեյբորիստների վատ արդյունքներից հետո շատ կուսակիցներ, այդ թվում խորհրդարանի անդամներ, կոչ էին արել Սթարմերին լքել պաշտոնը։
Անցած գիշեր ռուսական զորքերը հարված են հասրել երկու քաղաքացիական առևտրային նավերի, որոնք ուղևորվում էին դեպի ուկրաինական նավահանգիստներ։ Հայտնել է Ուկրաինայի վերականգնման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնանավում, որը պատկանում է թուրք նավատիրոջ։ Նավի անձնակազմը բաղկացած է եղել 9 անդամից՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներից։ Կուլեբայի տեղեկացմամբ զոհվել է մեկ մարդ, որը Եգիպտոսի քաղաքացի է եղել։ Մյուս 8 նավաստիները, որոնց թվում եղել են Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ, տարհանվել են։ Նավը զգալի վնասներ է կրել։ Բելարուսը պետք է դադարեցնի վառելիքի մատակարարումը ռուսական բանակին, հակառակ դեպքում Ուկրաինան քայլեր կձեռնարկի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ավելի վաղ նաև մեկ շաբաթ ժամանակ էր տվել Լուկաշենկոին Ուկրաինայի քաղաքների վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածները ուղղորդող կրկնիչները հեռացնելու համար։ Հակառակ դեպքում նա սպառնացել էր, որ դա կանի Ուկրաինան։ Այս ժամկետը լրանում է հունիսի 26-ին։ Դրանից առաջ Բելարուսի առաջնորդը Ալ-Արաբիա հեռուստա ալիքի հետ հարցազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Զելենսկուն ուղղված իր կոշտ խոսքերի համար եւ վստահեցրել, որ Մինսկը չի մտնի պատերազմի մեջ։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ Reuters-ի փոխանցմամբ հայտնել են միջնորդները։ Միջնորդ երկրների Կատարի եւ Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ողջ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։ ԱՄՆ բանակցային թիմը գլխավորել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Թեհրանի պատվիրակությունը գլխավորել են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆը եւ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հայտարարության համաձայն կողմերը համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաեւ հաղորդակցության ուղի են հաստատել վիճելի Հորմուզի ով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցցանցի իր էջում հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում իրանական նավթաքիմիական ապրանքատեսակների արտահանման դեմ որոշ պատժամիջոցներ դադարեցվում են։ Սառեցված ակտիվների մի մասը ազատում մեկնարկում է նաև Իրանի վերակառուցման եւ զարգացման ծրագիրը։ Սպիտակ տնից չեն մեկնաբանել բանակցություններն այս պահի համար ավարտված են թե ոչ։ Բանակցությունների մեկնարկից անմիջապես առաջ Fox News-ը հաղորդեց, որ նախագահ Թրամփը իրանցի պաշտոնյաներին զգուշացրել է, եթե կրկին Հորմուզը փակեն, նրանք երկիր չեն ունենա։ Նա վերահաստատել է ավելի վաղ առասպնդումը, թե Վաշինգտոնն ինքը կարող է վերահսկողություն սահմանել նեղուցի նկատմամբ եւ հնարավոր է տուրքեր գանձի։ Իրանական Թասնիմ կիսապաշտոնական լրատվական գործակալությունը հղում անելով իրազեկ աղբյուրին հայտնել է, որ Թրամփի սպառնալից հայտարարություններից հետո իրանական պատվիրակությունը հրաժարվել է վերադառնալ բանակցությունների սրահ, թեև ուղերձների փոխանակումը շարունակվել է պակիստանցի եւ կատարցի միջնորդների միջոցով։ Ըստ Թասնիմի աղբյուրի իրանցիները նշել են, որ միջուկային հարցերի շուրջ բանակցությունների մեկնարկը պահանջում է փոխըմբռնման հուշագրի մյուս մասերի իրականացում, այդ թվում սառեցված ակտիվների ազատումն ԱՄՆ կողմից իրանական նավթի արտահանման թույլտվություն տվող արտոնություններ։ Իրանցիները չեն հեռացել եւ դեռ այստեղ են հանդիպումներ ու բանակցություններ անցկացնելով մինչեւ ուշ գիշեր։ Reuters-ին հայտնել է բանակցություններում ներգրաված ամերիկացի դիվանագետը։ Իթիվս այլ թեմաների մենք քննարկել ենք նեղուցի, Լիբանանի միջուկային խնդիրների եւ փոխըմբռնման հուշագրի իրականացման մանրամասները։ Խոսելով մամուլի ներկայացուցիչների հետ, փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։ Այս հարցերը միշտ էլ մի փոքր խառնաշփոթ են լինում, ասել է նա։ Մինչ Թրամփը սպառնում էր Իրանին, Վենսը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահի խնդրանքն է նորեջ բացել եւ վերափոխել մեր հարաբերությունները Իրանի ժողովրդի հետ։ ԱՄՆ դիվանագետը Կիրակի ուշ երեկոյան նշել է, որ քննարկումները ներառել են Իրանի կողմից նեղուցի վերաբերյալ որոշ շփոթեցնող հաղորդագրությունների պարզաբանումը եւ հակամարտությունների կանխման մեխանիզմների ստեղծումը, ապահովելու համար, որ նեղուցը մնա լիովին բաց։
Կատարի իշխանությունների նախնական տվյալներով Ras Laffan արդյունաբերական գոտու գործարաններից մեկում հունիսի 21-ին տեղի է ունեցել ներքին պայթյուն։ Դեպքի պատճառը ըստ ներքին գործերի նախարարության եղել է տեխնիկական անսարքությունը արտադրական գործընթացների ընթացքում։ Հաղորդում է, որ քաղաքացիական պաշտպանության ծառայությունները անմիջապես ժամանել են դեպքի վայր եւ իրավիճակը վերցրել վերահսկողության տակ։ Իշխանությունները հայտարարել են, որ վտանգավոր նյութերի կամ գազի արտահոսք չի արձանագրվել եւ հանրային անվտանգության համար սպառնալիք չկա։ Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 58 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին Մոսկվայի ուղղությամբ։ Իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ առանց Ուկրաինայի ոչ ոք չի կարողանա օգնել Լեհաստանին։ Դա պարզապես անհնար է, եթե Ուկրաինան գոյություն չունենա, այլևս չի լինի պաշտպանված Լեհաստան, նշել է Զելենսկին։ Ուկրաինայի արտգործնախարարն էլ մեկ այլ բան է ասել։ Վերջինս ընդգծել է, որ Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը։ Ուկրաինան ցանկացած ոչ բարեկամական գործողության կպատասխանի հայելային ձևով։ Կիևը շարունակում է բաց մնալ երկխոսության համար եւ կարծում է, որ պատմական հարցերը պետք է քննարկվեն պատմաբանների կողմից, այլ ոչ թե օգտագործվեն քաղաքական նպատակներով, նշել է վերջինս։ Նիգերի մայրաքաղաք Նիամեյում գրոհայինները հարձակվել են Գեորգի Համանի միջազգային օդանավակայանի վրա, որը երկրի խոշորագույն օդանավակայանն է եւ կարևոր ռազմական օբյեկտ։ Պաշտպանության նախարարության տվյալներով հարձակման հետևանքով զոհվել է 35 մարդ, այդ թվում 11 զինծառայող, 2 խաղաբնակիչ եւ 22 գրոհային։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ալ-Քայդայի հետ կապված Ջամա Նուսրատ ուլ-Իսլամ Ալ-Մուսլիմ խմբավորումը։ Գործողության ընթացքում ուժայինները ձերբակալել են նաեւ մոտ 20 կասկածյալի եւ առգրավել զենքի խոշոր զինանոց։ Կոմիտասի ժառանգությունը նոր ձևով է ներկայանում հանրությանը։ Կոմիտասի Թանգարան ինստիտուտը ու 47 դիզայն ընկերությունը թողարկել են Կոմիտաս վարդապետ ոսկե, արծաթե եւ բրոնզե հուշամեդալները նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի, երաժշտագետի եւ հոգեվորականի հիշատակին։ Նպատակը ազգային հիշողությունը պահելն է, Կոմիտասի ժառանգությունը միջազգային մշակութային հարթակներում հասանելի դարձնելը։ Հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման գործին միտված հերթական կարևոր նախաձեռնությունը ներկայացվեց Կոմիտասի Թանգարան ինստիտուտում։ Թանգարանի համերգասրահում կայացավ Կոմիտասի Թանգարան ինստիտուտի եւ 47 դիզայն ընկերության գործակցությամբ ստեղծված Կոմիտաս վարդապետ հուշամեդալների պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառումը յուրահատուկ մշակութային մթնոլորտ էր ստեղծել Գեղարդ երգեցիկ խմբի կատարումների շնորհիվ, որոնք հանդիսատեսին փոխանցեցին կոմիտասյան հոգեվոր երաժշտությունն ու դրա ազգային ոգին։ Ներկայացված հուշամեդալները նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, խմբավար եւ հոգեվորական Կոմիտաս վարդապետի հիշատակին։ Դրանք թողարկվել են սահմանափակ քանակությամբ՝ ոսկե, արծաթե եւ բրոնզե տարբերակներով, համադրելով բարձրարվեստ ձևավորումը, պատմական խորհուրդն ու մշակութային արժեքը։ Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Կոմիտասի կերպարը, իսկ մյուս կողմը խորհրդանշական կերպով ներկայացնում է նրա կյանքի եւ գործունեության կարևոր էջերը։ Թանգարանի ներկայացուցիչները նշում են, որ սա Կոմիտասի Թանգարան ինստիտուտի առաջին պաշտոնական հուշամեդալն է, որը ոչ միայն կհարստացնի թանգարանի խորհրդանշական արժեքը, այլև կնպաստի Կոմիտասի ժառանգության ներկայացմանը միջազգային հարթակներում։ Ներկաները հույս ունեն, որ այն ժամանակի ընթացքում կդառնա նաև թանգարանի ճանաչելի խորհրդանիշներից մեկը։ Թանգարանը իրապես եւ նաեւ տարիների ընթացքում էլ եւ այսօր նաեւ պետք է ավելի միջազգայնացնի եւ ավելի ճանաչելի դարձնի Կոմիտաս վարդապետի ժառանգություն եւ առհասարակ նրան։ Եվ յուրաքանչյուր քայլ, որ թանգարանը անում է հենց այդ ճանապարհին մեկ քայլ, մեկ աղյուս ավել դնելու համար։ Եվ այս նախաձեռնությունը Կոմիտասյան հուշամեդալի ստեղծումը այս տրամաբանական շղթայի մի մասն է։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործընկերոջ ընտրությանը։ Թանգարանի համար կարևոր էր գործակցել այնպիսի կազմակերպության հետ, որը բարձր է գնահատում որակը, մշակութային արժեքներն ու մասնագիտական պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով հուշամեդալների ստեղծումն ու թողարկումը վստահվել է 47 դիզայն ընկերությանը։
Գաղափարը Կոմիտաս վարդապետի դեռ 2019 թվականից սկսվեց Ցեղասպանության թանգարանի հետ թողարկված հուշամեդալով, դրանից հետո շարունակվեց Կոմիտասի կամերային ազգային կենտրոնի հետ հուշամեդալը թողարկեցինք, Կոմիտասի քառյակի 100-ամյակին նվիրված թողարկեցինք ու իրավունք չունեին Կոմիտասի թանգարանի հետ դա չանեինք ու այսօր դուք տեսնում եք Կոմիտասի թանգարանի հետ արդեն թողարկված հուշամեդալը 47 դիզայնի համար եւս այս նախագիծն առանձնահատուկ նշանակություն ունի։ Ընկերությունն արդեն երկար տարիներ գործակցում է Հայաստանի թանգարանների հետ, ստեղծելով մշակութային ու պատմական արժեքներ ներկայացնող հուշամեդալներ ու հուշանվերային լուծումներ։ Ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանի գլխավորած թիմը յուրաքանչյուր նախագծի մոտենում է մեծ պատասխանատվությամբ, կարևորելով ոչ միայն գեղարվեստական տեսքը, այլև այն գաղափարական ու պատմական խորհուրդը, որը պետք է փոխանցի յուրաքանչյուր հուշամեդալ։ Մեր մյուս աշխատանքները Կոմիտասի հետ որ արել ենք, գրեթե բոլորը շատ դժվար են, օրինակ կամերային ազգային կենտրոնի համար թողարկվածը ինքը Կոմիտասի վերջին գիշերը նկարն է, որը պատկերասրահում է պատկերված, պատկերացնում եք դա հուշամեդալը վերածել է ինչքան դժվար կարա լինի, բայց քանի որ Կոմիտաս վարդապետի մասին ենք խոսում, հավատացեք ոչ մի բանը դժվար չի, ամեն ինչը իր էներգիան շատ ուժեղ է ու հավատացեք ամեն ինչը շատ ավելի լավ է ստացվում, հեշտ է ստացվում։ Հուշամեդալի ստեղծմանը մենք գիտական մասնակցություն ենք ունեցել, որտեղ փոքրիկ գրքույկ կա եւ երգ կա նույնիսկ Կոմիտասյան անգլերենով թարգմանված, փաստերը ճշտգրտված են եւ հուշանվերին տիրապետող հուշանվեր ունեցող մարդը նաև պիտի ծանոթանա Կոմիտասի նրա փոքրիկ կենսագրությանը, կենսագրական փոքրիկ ակնարկ կա, նաև կա նրա կյանքի շրջափուլերը, նրա համերգային ուղևորությունները, այսինքն ամբողջապես ինքը ձեռք է բերում մի հուշամեդալ, որը նաև ինչ որ չափով բացատրում է թե ով էր Կոմիտասը։ Հուշամեդալի ստեղծման ճանապարհը սկսվել է էսքիզներից եւ գեղարվեստական լուծումների մշակումից, շարունակվել եռաչափ մոդելավորմամբ եւ ավարտվել բարձրորակ ձուլմամբ։ Արդյունքում ստեղծվել է մի աշխատանք, որը միաժամանակ արվեստի նմուշ է, ազգային հիշողության խորհրդանիշ։ Թանգարանի հետ այս ամեն ինչը ստեղծվեց, սկսած գրքից, կերպարով, դիմերեսից, դարձերեցից, որ նկարներն ունին զարդանախշա օգտագործելու մեզ ամբողջ թիմը շատ մեծ օգնեց թանգարանի, սկսած թանգարանի տնօրենի շարունակած Լիլիթով, որ մեզ այդ էմոցիաների մեջ մցեցին, ինֆորմացիա տվեցին, ոնց որ Լիլիթն էր ասում, շատ անգամ Կոմիտաս վարդապետի հետ կարող ինֆո լսել, որը կապ չունի, բայց այս պարագայում ոնց որ մենք արդեն հստակ ինֆորմացիայով, հստակ ճանապարհով գնացինք, որ տեսնում եք արդեն պատրաստի հուշամեդալները։ Հենց հուշամեդալը իրանից կրիչն է այդ պատմության ու 152 տարի հետո, երբ ես հնարավորություն չունենամ խոսելու ու պատմելու հուշամեդալի մասին, հուշամեդալը հենց իր գրքով կպատմի դա։ Նկարը շատ արտահայտիչ նկար է, որտեղ այստեղ ոչ միայն Կոմիտասն է իր հոգևորականի հագուստով, այլև Կոմիտասն է իր աշխարհիկ մարդու ներաշխարհով, հարուստ ներաշխարհով, իր բարությամբ, իր ազնվությամբ։ Այս նկարի մեջ դրոշված է Կոմիտասի համահավաք կերպարը։ Դրա համար մենք երկար քննարկեցինք եւ որոշեցինք, եկանք համաձայնության, որ հենց այս նկարը պետք է լինի հուշամեդալին։ Կոմիտասի թանգարան ինստիտուտի եւ 47 դիզայն ընկերության այս նախաձեռնությունը միտված է թանգարանում պահվող մշակութային արժեքների նորովի ներկայացմանը, ազգային ինքնության ամրապնդմանն ու հայկական մշակույթի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։ Իսկ Կոմիտաս վարդապետ հուշամեդալը դառնում է այդ առաքելության գեղեցիկ եւ խորհրդանշական արդյունքը, միավորելով պատմությունը, արվեստն ու ազգային հիշողությունը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ 2026 թվականին Վեոլիա ջուր ընկերությունը ՊԿԱԾ-ի բաղադրիչի շրջանակում Կոտայքի մարզում կիրականացնի կոյուղատար համակարգերի լայնածավալ վերակառուցման ծրագիր։ 134.9 միլիոն դրամ արժողությամբ ներդրման աշխատանքներ կկատարվեն Աբովյանում, Բյուրեղավանում եւ Չարենցավանում, որտեղ կփոխարինվեն տասնամյակներ շարունակ շահագործվող մաշված եւ հաճախակի խցանումներ առաջացնող կոյուղագծերը։ Ծրագրի արդյունքում կբարելավի համակարգի հուսալիությունը, կվերանան հակասանիտարական խնդիրները եւ կբարձրանա բնակիչների սպասարկման որակը։ Դիտեք այս մասին պատմող տեսանյութը, իսկ մենք կհանդիպենք ցտեսություն։ Կոտայքի մարզի 3 Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան բնակավայրերում Վեոլիա ջուրը պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով կոյուղագծեր է վերակառուցում։ Աբովյանում 10 հասցե են տրվել, Բյուրեղավանում 1, Չարենցավանում 2 թաղամասի 2 հասցե։ Դրանք պատահական չեն ընտրվել, խնդրահարույց շենքերի կոյուղիները կառուցվել են 60-ական թվականներին, որտեղ խցանումներն ու վթարներն ամենօրյա ռեժիմով տեղի էին ունենում, ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Ամիսը 1 կոյուղին խցանվում էր, մանավանդ շինարարական
աշխատանքների ժամանակ, որ տրսում էին անում, երևի դա էլ է պատճառ եղել։ Համել հին են արդեն զանգում ենք, տեղեկացնում ենք վիոլաջուր կամ եթում ենք մեր ջրմուղը, ասես մեր մոտ տենց ընդունված ասենք։ Իմիջիալոց բոլորից էլ գոհ ենք, շնորհակալ ենք։ Մասնավորապես աշխատանքներ կիրականացվեն Աբովյանի Հանրապետության 36, Նաիրյան 2, 4 և 6, Քանաքեռ 4 և 6, Դարանի 5, Երիտասարդական 1, Եղբայրության 1, Հանրակացարանի 7, Սարալանջի 20, Երրորդ միկրոշրջան 13 և Շուկայի փողոցում, ինչպես նաև Բյուրեղավան համայնքի Օղակաձև փողոցի 502 հասցեում, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 13-ից 20A և 5-րդ թաղամասի 12 և 5 շենքերում։ Այս աշխատանքների համար ընկերությունը մոտ 135 միլիոն դրամի ներդրում է իրականացրել։ Խցանների պատճառով կատարվում է գոյուղաջրերի արտահոսք դեպի շենքերի նկուղներ, շենքեր, բակային հատվածներ, հակասանիտարական վիճակ է ստեղծվում, որը պետք է վերականգնվի մի խոսքով։ Գոյուղագծերը, ինչպես նաև հիմնականում անցնում են այդ շենքերի սիզամարգերի մեջով, սեփականատիրական տարածքներով, նորակառույց, ասենք, կցակառույցների, շուկաների, տաղավարների տակերով, որ հնարավոր չէ սպասարկել։ Դրա համար մենք այդ գոյուղագծերը դուրս ենք բերում, ավելի նեյտրալ տարածք, անօտարելի հատված, որը կլինի ավելի շահագործման նկատառումներով ավելի հեշտ շահագործվող։ Վերակառուցվող գոյուղագծերի մեծ մասը կառուցվել է դեռևս 60-ից 70-ականներին կերամիկական և ասբեստե խողովակներով։ Տարիների ընթացքում դրանք մաշվել են, իսկ որոշ հատվածներում ծառերի արմատները նույնիսկ ներթափանցել խողովակների մեջ, առաջացնելով մշտական խցանումներ։ Կան նաև հատվածներ, որտեղ գոյուղագծերը հայտնվել են շինությունների տակ, ինչի հետևանքով դրանց սպասարկումն ու վերանորոգումը դարձել են չափազանց բարդ։ Խողովակներ են, որ բնակիչներ ամեն մեկ իր համար ըստ առանձին գծեր քաշ է տարել, դրանք որ նախագծի մեջ չկա, հետա խնդիր առաջ կբերում։ Դե չընթանուր լավ է, նորմալ աշխատանքներ ընթանում են։ Ծրագրով նախատեսվում է վերակառուցել ընդհանուր 3500 գծամետր երկարությամբ 200-ից 300 մմ տրամագծով եւ 1100 գծամետր երկարությամբ 100-ից 150 մմ տրամագծով գոյուղատար համակարգ։ Շենքերը ընտրվել են հենց ծառայությունում դիմաց բնակիչ բաժանորդների բողոքների հիման վրա։ Հետագայում նորից մեր կողմից, ընկերության կողմից եւս ուսումնասիրություններ է կատարվել եւ ընտրվել են նշված հասցեներ, որոնք այժմ փոխարինման ծրագրում են։ Աբովյան քաղաքի գոյուղատար համակարգում 2024 թվականին եւս ՊԿԱՏ շրջանակներում աշխատանքներ են կատարվել։ 6 հասցեներում փոխարինված գոյուղագծերի հետ կապված մինչև այժմ որևէ բողոք չի ստացվել։ Ակնկալվում է, որ նույն արդյունքը կլինի նաեւ այս հասցեներում։ Գոյուղու հետագա անխափան աշխատանքը սակայն մեծապես կախված է նաև համակարգի ճիշտ օգտագործումից։ Բնակիչների պատասխանատու վերաբերմունքը կօգնի պահպանել ցանցի բնականոն աշխատանքը, նվազեցնել խցանումների հավանականությունը եւ երկարաժամկետ արդյունք ապահովել կատարված ներդրումների համար։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։